Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ այսօր շատ հետաքրքիր թեմա է մեզ մոտ, ինչ է սպասվում հուլիսին, ինչպիսին է լինելու հուլիսը, առհասարակ գիտեք, որ 2025 թվականի երկրորդ կեսին ամանորյա կանխատեսումը, եթե դիտել եք, եթե չեք դիտել, անպայման դիտեք, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, նաև Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, աստղաբանական ալիքին, մոգական YouTube-յան ալիքից, աստրոմագիա եւ թալիսմաններ եւ Telegram-յան բաց ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Իհարկե այդ կանխատեսումներում ամանորյա 2025 թվականի ես նշել եմ, որ 2025 թվականի երկրորդ կեսը շատ ավելի լարված եւ վտանգավոր է լինելու, քան առաջին կեսը, որը 100%-ով փաստացի իրագործվեց իմ կանխատեսումը։ Հուլիսը բավականին լարված ամիս է լինելու, սիրելի բարեկամներ, անսպասելի ճգնաժամերի եւ անկանխատեսելի զարգացումների ամիս է մեզ սպասվում, ինչու որովհետև անկանխատեսելի փոփոխությունների մոլորակ Ուրանը հուլիսի 7-ին մեզ մոտ մուտք է գործում երկվորյակներ, այսինքն փոխում է նշանը, բոլոր բարձրագույն մոլորակները բացառությամբ Պլուտոնը 2025 թվականին փոխում են իրենց դիրքավորումները, եւ Նեպտունը, եւ Սատուրնը, եւ Յուպիտերը վերջերս փոխեց հունիսի 10-ին փոխեց իր դիրքավորումը, եւ վերջինը դա Ուրանն է, որը հուլիսի 7-ին մուտք կգործի անկայուն եւ փոփոխական երկորյակ կենդանակերպը, իհարկե երկար չի մնալու երկորյակներում, նոյեմբերի 8-ին 25 թվականի մուտքը գործի կվերադառնա ցուրտ կարճ ժամանակով եւ վերջնականորեն 7 տարի շարունակ կգտնվի երկորյակներում 2026 թվականի ապրիլի 26-ից սկսած։ Դե իհարկե գիտեք, որ արդեն ես դրա մասին բազմից ասել եմ, որ Ուրանը երբ մուտք է գործում երկորյակներ, տարանցում է երկորյակներով, համաշխարհային պատերազմներ, ռազմաքաղաքական լարվածություններ, ճգնաժամեր իշխանության մեջ, հասարակական կարգի փլուզումներ, ինչ որ տերակտներ, դա շատ է լինելու, որտեվ պատմականորեն միայն ասեմ, որ 1941 թվականին նույնպես Ուրանը ամռանը մուտք գործեց երկորյակներ եւ գիտեք, որ սկսվեց հայրենական մեծ պատերազմը, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաարունալի եւ բարդ շրջանը սկսվեց եւ Ուրանը մուտք գործեց երկորյակներ։ Արդեն տեսնում ենք, որ դեռևս Ուրանը մուտք չի գործել երկորյակներ, արդեն Իսրայելի եւ Պարսկաստանի միջև այդ բախման ականատեսը դարձանք, բայց նախ եւ առաջ հետաքրական է, որ հուլիսի 4-ին 2025 թվականի Երևանի ժամանակով 19:30 րոպեին Սիրիով գեղեցկության մոլորակ Վեներան մուտք կգործի երկվորյակներ, այսինքն նախորդում է առաջ են գնում Ուրանից առաջ են գնում եւ հենց հետաքրքիր հուլիսի 4-ին Վեներան կմիանա Ուրանին 29 աստիճան ցուրտ կենդանակերպում, որը անսպասելի զարգացումներ է խոստանում Սիրիային ոլորտում, այսինքն անձնական հարցեր, խնդրում եմ այդ օրը հուլիսի 4-ին հենց մի կարգավորեք, ամուսնություն, նշանադրություն եւս բարենպաստ, որտեղ Վեներա եւ Ուրանի միությունը հղի է անկանխատեսելի զարգացումներով, հնարավոր է ինչ որ անձնական խնդիրներ ունենաք հետագայում, պես որ այդ օրը հարսանիք եւ մնացած բոլոր ինչ որ հարսնատես, փեսայատես, այդպիսի բաներ մի կազմակերպեք։ Ինչ է նշանակում Վեներան երկորյակներում, ջաց Վեներան երկորյակներում կմնա մինչև հուլիսի 31 2025 թվականի, այնուհետև նա մուտք կգործի արդեն խեցգետին։ Կենդանակերպը շատ Վեներան երկորյակներում շատ սիրում են շփվել, շատ սիրում են ինչ-որ կոնտակտներ, նորարար տեխնոլոգիաներ, այսինքն եթե դուք ցանկանում եք ինչ-որ մեկին նվեր անել, որը անպայման նրան կուրախացնի, ապա բարձրագույն տեխնոլոգիաներից ինչ-որ հեռախոս, համակարգիչ, այդպիսի բան ընտրեք, շատ ավելի նախընտրելի է հեռախոսը, սմարթֆոնը, որովհետև Վեներան սիրում է շփումը, սիրում է տարբեր զանգեր, տարբեր երկրներից, տարբեր մարդկանցից եւ ավելի մարդկանց միջև շփումները եւ հատկապես հակառակ սեռերի միջև շփումները ավելի ակտիվ կլինեն, նոր ծանոթություններ, նոր ինչ որ զարգացումներ կստանան։
Խոյի համար Վեներան խոստանում է նոր շատ հեռանկարային ծանոթություններ։ Ցուլ կենդանակերպի համար ֆինանսական հաջողություն է խոստանում Վեներան երկվորյակներում։ Դե երկվորյակների համար շատ բարենպաստ է Վեներան ձեր առաջի տանն է, սիրելի երկվորյակներ, իհարկե դուք լինելու եք ուշադրության կենտրոնում, աճելու է ձեր հմայքը, անկրկնելի գեղեցկությունը։ Ինչ վերաբերում է խեցգետիններին, ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, հատկապես կանյայք, հնարավոր է հայտնվեք սիրային եռանկյունի մեջ։ Առյուծների համար հնարավոր է նույնպես ինչ-որ երազանքի իրականացում կամ հաճելի ծանոթություն։ Կույսերի համար բարենպաստ է նույնպես 10-րդ տանն է հայտնվում Վեներան, հատկապես գործնական իմաստով շատ լավ է։ Կշերքների համար սիրային ինչ-որ արկածներ արտասահմանում, կարիճների համար անշարժ գույքի հետ կապված հետաքրքիր զարգացումներ են սպասում դրական, նաև աղեղնավորների համար գավտանգ սիրային եռանկյունու մեջ հայտնվել, այդ եղջյուրների համար դրական զարգացումներ աշխատավայրում, ջրհոսների համար սիրային արկածներ են սպասվում, իսկ ձկների համար դրական զարգացումներ տանը, ընտանիքում, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է ինչ-որ ամուսնություն, եթե արդեն մեծ են չափահաս են ձեր երեխաները, սիրելի ձկներ, ապա այդպիսի զարգացումներ նույնպես հավանական են եւ նաեւ հիշատակեմ, որ հուլիսի 5-ի Նեպտունը անորոշության միստիկայի մոգության մորակ Նեպտունը դառնում է հետընթաց խոյ կենդանակերպի 2-րդ աստիճանում, նա այնուհետև հոկտեմբերին 25 թվականի կվերադառնա ձկներ եւ վերջնականորեն խոյ կմտնի կրկին կներխուժի արդեն 26 թվականի հունվարի 26-ին։ Եվ վերջապես ամենակարևոր հուլիսյան իրադարձությունը դա անկանխատեսելի փոփոխությունների մորակ Ուրանի մուտքն է երկվորյակներ 11:45 րոպե Երևանի ժամանակով Ուրանը կներխուժի երկվորյակներ, որտեղ նա կմնա, ասացինք, մինչև նոյեմբերի 8-ը։ Եվ իհարկե 7 տարի շարունակ այս ծանր մոլորակը գտնվելու երկվորյակներում։ Երկվորյակներ նախապատրաստվեք, անկանխատեսելի զարգացումներ են սպասում այս 7 տարիների ընթացքում, որտեղ Ուրանը բերելու է փոփոխություններ գրեթե կյանքի բոլոր ոլորտներում, քանի որ տարանցելու է ձեր առաջի տնով, այսինքն փոփոխություններ ձեր անձնական ոլորտում, գործնական ոլորտում, բնակության վայրի հետ կապված, չգիտեմ, զբաղմունքների հետ կապված, աշխատանքի հետ կապված, հնարավոր է դուք որոշեք այլ երկիր գնա փախնել, այդպես հնարավոր է վարչապետ այս 7 տարիների ընթացքում նույնպես փախուստի դիմի, որտեղ Ուրանը անցնելով նրա արեգակի վրայով անխուսափելիորեն այդ փոփոխությունները առաջացնելու, ամենից արդեն նրա զուգընկերուհին արդեն բռնել է այդ Չինաստան գնալու ճանապարհը, չեմ ասում, որ դա կլինի անպայման հուլիսի 7-ին, բայց արդեն, այսպես ասած, երևում է, ավարտը երևում է այս ռեժիմի, այսպես կարելի ասել։ Ինչ վերաբերվում է խոյերին, խոյեր, սիրելի խոյեր, դուք պետք է այս 7 տարիների ընթացքում նոր ծանոթություններ, նոր տեխնոլոգիաներ, շատ շփումներ տեղի ունենան ձեր մոտ, ընդհանրապես նորարարություններ տեղափոխությունների մեջ, տրանսպորտային միջոց, նոր ենթադրենք էլեկտրական մեքենա գնեք կամ չգիտեմ, եթե ձեր բյուջեն թույլ է տալիս ինքնաթիռ, նույնպես է շատ խոյերի համար լավ է։ Ցուլերի համար իհարկե շատ բարենպաստ է Ուրանի դիրքի փոփոխությունը, որովհետև վերջապես նրանք կձերբազատվեն այդ լարվածություններից ու անսպասելի զարգացումներից, որ այդքան չեն սիրում, բայց ֆինանսական ոլորտում պետք է զգուշ լինեք, սիրելի ցուլեր, այս 7 տարիների ընթացքում երկվորյակներին արդեն ներկայացրեցի, բարդ իրավիճակ է սպասվում խեցգետիններին, ճիշտ է, այս ընթացքում մինչև հունիսից 25 թվականի մինչև 26 թվականի հունիսը մեծ բայրար Յուպիտերն է գտնվում, սիրելի խեցգետիններ, ձեր կենդանակերպում, որը շատ լավ է ձեզ համար, այսինքն Ուրանի այդ բացասական ազդեցությունը դուք դեռևս չեք զգա այս ընթացքում, քանի որ
դուք դեռևս գտնվում եք Յուպիտերի պաշտպանության տակ, բայց արդեն 26 թվականի երկրորդ կեսից սկսած Ուրանը կսկսի ձեզ անակնկալներ մատուցել, ինչ որ գաղտնի թշնամիներ, գաղտնի հիվանդություններ, այնպես որ զգուշ եղեք։ Ինչ վերաբերվում է առյուծների համար ինչ որ անսպասելի ծանոթություն ընկերական միջավայրում, ինչ որ շատ նվիրական երազանքի իրագործում է սպասվում առյուծներին, այնպես որ շատ լավ է 7 տարիների ընթացքում բարենպաստ զարգացումներ են սպասվում առյուծներին։ Ինչ վերաբերվում է կույսերին, կույսերի մոտ մեծ փոփոխություններ են սպասվելու այս 7 տարիների ընթացքում, հիմնականում գործնական ոլորտում, աշխատավայրում, պաշտոնի փոփոխություն եւ այլն։ Կշերքների մոտ արտասահմանում են փոփոխություններ սպասվում կամ արտասահմանյան կազմակերպություններ ավելի սերտ համագործակցություն։ Կարիճների մոտ սպասվում են փոփոխություններ անշարժ գույքի ոլորտում։ Հնարավոր է ինչ որ դուք հող գնեք կամ գույք գնեք կամ տուն գնեք կամ սարքեք այդ տունը, դա իհարկե շատ կամ բնակարան վերցնեք հիպոթեկով, որը շատ երկար ժամանակ ստիպված կլինեք մարել, դա նույնպես հավանական է, բայց զգուշ եղեք նաև ճանապարհներին, սիրելի կարիճներ։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, նույնպես լարված է լինելու այս դիրքը աղեղնավորների համար, որովհետև հնարավոր են ամուսնալուծություններ, կոնֆլիկտներ ձեր զուգընկերների, գործընկերների հետ կամ ամուսնու, ասենք, արտերկիր մեկնում, ենթադրենք նա նոր պաշտոնի անցնի կամ ինչ որ կազմակերպությունում աշխատանքի մտնի եւ հեռանա, նույնպես հավանական է։ Ինչ վերաբերվում է այդ եղջյուրներին, Ուրանի տարանցումը երկվորյակներով, դա հիմնականում կվերաբերի գործնական ոլորտին եւ առողջությանը, զգուշ եղեք առողջության հետ կապված սիրելի այդ եղջյուրներ եւ բուժման համար շատ ավելի նախընտրելի է նորարարական մեթոդներ օգտագործել։ Ինչ վերաբերում է ջրհոսներին, դե ջրհոսների համար շատ բարենպաստ է այս դիրքը Ուրանը երկվորյակներում անսպասելի սեր, անսպասելի հղիություն, անսպասելի, չգիտեմ, ինչ որ զարգացում է ձեր երեխաների հետ կապված հաղթանակներ, շատ բարենպաստ է ջրհոսների համար։ Ձկների համար անսպասելի զարգացումներ հիմնականում տան հետ կապված, ծնողների հետ կապված, նոր տուն, նոր բնակարան, բայց դա կարող է դրական իմաստով լինել ու բոլոր ջրային կենդանակերպերի համար Ուրանի այս բացասական, այսպես ասած, ազդեցությունը չի զգացվի մինչև 26 թվականի հուլիսը ավելի շատ, այսինքն 1 տարի դեռևս այդ Յուպիտերը պաշտպանելու է, բայց հետագայում իհարկե կզգացվի։ Սա միանշանակ չի կարելի ասել, որտեղ ամեն ինչ կախված է ձեր անհատական հորոսկոպից, սիրելի բարեկամներ, համեցեք խորհրդատվության, թե ուզում եք ավելի հստակ պատկերացում կազմեք ինչ է սպասվում։ Ինչ վերաբերվում է հուլիսի 11-ին, մեզ մոտ լիալուսին է 0 աստիճան 18 աստիճան այդ եղջյուրում 0:36 րոպեին, այսինքն հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի կունենա այդ լիալուսինը 18 աստիճան այդ եղջյուրում, հատկապես կազդի այն այդ եղջյուրների վրա, ովքեր ծնվել են հունվարի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում, լիալուսինը հստակեցնում է եւ պահանջում է, որ դուք ուշադրություն դարձնեք այն ոլորտի վրա, որտեղ այն տեղի է ունենում, եւ այդ եղջյուրների դա անձնական կյանքն է, դա իրենց գործնական հարցերն են, ֆինանսական հարցերն են, պետք է ուշադրություն դարձնեք։ Հատկապես այնուամենայնիվ բարենպաստ է շատ այդ լիալուսինը բոլոր հողային նշանների համար, ցուլերի համար եւ կույսերի համար շատ բարենպաստ է գործնական ոլորտում, լավ է նաեւ ջրային կենդանակերպերի համար, որտեղ հնարավոր են նոր ծանոթություններ այս լիալուսնից հետո օգնող մարդկանց հետ, հրեղեն նշանների համար նույնպես բարենպաստ է, բացառությամբ իհարկե խեցգետինների, որովհետև այդ լիալուսինը հիմնականում հարցեր կդնի ձեր անձնական ոլորտի հետ կապված, խնդիրներ կառաջացնի անձնական ոլորտի հետ կապված։ Լավ է նաև աղեղնավորների համար, որոնք ֆինանսական հաջողություն կունենան։ Մի փոքր խնդրահարույց է ջրհոսների համար, որոնց դեպքում կակտիվանան գաղտնի թշնամիներ, բայց ընդհանուր առմամբ այս լիալուսինը բարենպաստ է լինելու։
Հուլիսի 13-ին Երևանի ժամանակով 8:06 րոպեին Սատուրն մոլորակը, չարաբաստիկ Սատուրն մոլորակը կանգ է առնում Խոյ կենդանակերպի առաջին աստիճանում եւ սկսում իր հետընթաց շարժը մուտք գործելով ձկներ սեպտեմբերի 1-ին 25 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ну իհարկե հետագայում նա նոյեմբերին կանգ է առնելու, իսկ մուտքը գործի կրկին Խոյ արդեն 26 թվականին։ Հուլիսի մյուս կարևորագույն եւ շատ բարդ իրադարձություն ես կասեի, դա բավականին բարդ աստղաբանական իրադարձություն, դա հետընթաց Մերկուրին է։ Մերկուրին շարժվելու է հետընթաց հուլիսի 18-ից սկսած 8:45 Երևանի ժամանակով 15 աստիճան առյուծից նա հետ կգնա, կանգ կառնի օգոստոսի 11-ին 7 աստիճան առյուծում, իսկ դուրս կգա ստվերային գոտուց միայն օգոստոսի 25-ին եւ սեպտեմբերի 2-ին մուտք կգործի կույս կենդանակերպ։ Այստեղ իհարկե վտանգը կանում է նրանում, որ հնարավոր է կրկնվեն այն իրադարձությունները, որոնք նախորդում են այս ընթացքին, հատկապես ռազմաքաղաքական ոլորտում, դա իհարկե շատ վտանգավոր զարգացումներ կարող է բերել, այսինքն կրկին այդ սրացումները լինեն Իսրայելի եւ Պարսկաստանի միջև, նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև մի խոսքով նախկինում բոլոր լարված ռազմաքաղաքական այդ իրավիճակները կարող են կրկնվել։ Հատկապես կազդի այս հետընթաց Մերկուրի այս շրջանը առյուծների վրա, սիրելի առյուծներ, հնարավոր են ինչ-որ փաստաթղթերի ուշացումներ, հնարավոր է ինչ-որ դուք կարևոր լուրի եք սպասում, կարևոր բեռ եք սպասում, նույնպես սա խնդիր է լինելու հետընթաց Մերկուրի ժամանակ։ Ցանկալի չեն նաև ճամփորդությունները, սիրելի բարեկամներ, ես զգուշացրել էի, որ այս ընթացքում նաև այդ ռազմաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված շատ մեծ խնդիրներ կարող են առաջանալ հատկապես հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11-ը ճամփորդությունների հետ կապված, որովհետև այդ բոլոր ռեյսերը, գիտեք, որ հիմնականում մարդիկ հանգստանում են Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ դա հենց այդ մեր տարածքն է, որտեղ տեղի են ունենում այդ լարված ռազմական գործողությունները, անմիջական մոտակայքում են տեղ ունենում եւ այդ իսկ պատճառով եթե դուք ինչ-որ պլանավորում եք, գոնե պլանավորեք օգոստոսի 11-ից հետո կամ մինչև հուլիսի 18-ը ձեր արձակուրդը։ Մյուս կարևոր իրադարձությունը հուլիսի, իհարկե հուլիսի 22-ին 17:29 րոպեին Արեգակը մուտք կգործի առյուծ։ Սա այստեղ իհարկե աճելու է այդ լարվածությունը, որով նամանավանդ որ հուլիսի 22-ին մենք 23:01 րոպեին կտեսնենք սարսափելի այդ հուլիսյան նորալուսին, շատ ահասարսուր նորալուսին է, ինչու որովհետև լուսինը եւ Արեգակը կմիանան անմիջական Պլուտոնի դիմաց։ Եվ սա իհարկե լարվածություն է առաջացնելու ռազմաքաղաքական, նամանավանդ որ եւ Մարսն է միանալու հարավային հանգույցին, խոսքով այդ հուլիսի 18-ից հետո զարգացումները շատ բարդ ընթացք են ստանալու այդ հետընթաց Մերկուրիի ֆոնին եւ հատկապես այդ հուլիսի 24-ին, 22-ին Արեգակը մուտք է գործում առյուծ, իսկ հուլիսի 24-ին արդեն այդ նորալուսնի ֆոնին Մարսը Վեներայի հետ է քառակուսի կազմում եւ միանում այդ հարավային կորուստների լուսնային հանգույցի հետ, իսկ Մերկուրին քառակուսի է կազմում նաեւ Սև լուսնի հետ, որը նույնպես շատ անցանկալի զարգացումներ է խոստանում։ Մի խոսքով այդ ընթացքում հատկապես այդ հուլիսի 18-ից հետո եւ նամանավանդ հուլիսի 24-ից հետո ես խորհուրդ կտամ ձեզ ռիսկային գործունեությամբ չզբաղվել, ռիսկային սպորտաձևերով չզբաղվել, չմեկնել անծանոթ, հատկապես անծանոթ երկրներ։ Ես ընդհանրապես ձեզ հորդորում եմ սիրելի բարեկամներ առհասարակ այդ ընթացքում որևիցե երկիր չմեկնել, դուրս չգա, որովհետև
ոչ միայն այս տարածաշրջանն է վտանգված, այլ նաև ամբողջ աշխարհում հնարավոր է շեշտակի լարվածություն եւ նաև ահաբեկությունների, ավիավթարների տարապ լինի։ Նամանավանդ Ուրանը երկորակներում սիրում է, հա, այդպիսի զարգացումներ եւ այդ պտտահողմերը իմիջիալոց շատ եք հարցնում, ինչի հետ են կապված այդ պտտահողմերը Գյումրիում, Ապարանում տեղ ունեցավ վերջերս, հենց այդ Ուրանի դիրքի փոփոխության հետ է կապված, որտեվ երկորակ այնց օդի նշան է եւ Ուրանը այսպես խառնում է այդ օդը, հա, եւ ստեղծում է այդ պտտահողմը։ Նույնպես վտանգ ոչ միայն ռազմաքաղաքական լարվածության իմաստով եմ ասում, որ հենց հուլիսի արդեն 18-ից հետո եւ հատկապես 24-ից հետո բավական բարձր զարգացումներ են լինելու, այլ հենց նաեւ տարերային աղետների, զանազան վթարների հետ կապված բարձր ռիսկայնություն կա։ Եվ ի վերջո հուլիսի 31-ին, սիրելի բարեկամներ, Վեներան մուտք կգործի խեցգետին։ Իհարկե շատ լավ է Վեներան խեցգետնում այն տեսանկյունից գոնե ինչ-որ տեղապահովություն է ստեղծելու մարդկանց համար Յուպիտերի հետ միասին, հատկապես հայրենիքի, հարազատ հայրենի հողի, հարազատ տան հետ կապված, հարազատների հետ կապված այդ միաբանության էներգետիկան է լինելու, տիրելու է, չնայած այդ բոլոր աղետների, ռազմական գործողությունների, որը մենք կտեսնենք եւ հուլիսի վերջում, եւ օգոստոսի ընթացքում, այնուամենայնիվ ինչ որ ապահովություն, պաշտպանություն տալիս է։ Այդ դիրքը շատ բարենպաստ է Վեներան խեցգետնում ամուսնության համար, ինչ որ նոր տուն ձեռք բերելու համար, տեղափոխվելու համար, երեխա ունենալու համար, բնականաբար նաև Յուպիտերը խեցգետնում շատ բարենպաստ է։ Հատկապես լավ է իհարկե ջրային նշանների համար, խեցգետինների համար, այսպես նրանց Աստված պահելու է, պաշտպանելու է, անգամ եթե ռազմական գործողությունների թիրախում լինեն, պաշտպանված են լինելու խեցգետինները, լավ է նաև ձկների համար, սիրո խորհրդանիշն է Վեներա Յուպիտերի միությունը իհարկե խեցգետնում, լավ է նաև կարիճների համար, բարենպաստ է նաև հողային նշանների համար, ինչպես ցուլերի համար, այնպես էլ կույսերի համար եւ այդ եղջյուրների, իհարկե այդ եղջյուրների մոտ մի փոքր այդ խնդիրը կլինի, որ նրանք կարող է հայտնվեն սիրային եռանկյունու մեջ, այդ դա պետք է զգուշանաք նաեւ սիրելի այդ եղջյուրներ, բայց ընդհանուր առմամբ իհարկե Վեներան խեցգետնում մի փոքր անբարենպաստ է հրեղեն նշանների համար, օդի նշանների համար նույնպես բարեխառն է, հատկապես երկուրակների համար, որովհետև Վեներան գտնվելու է ձեր երկրորդ աստղատանը, սիրելի երկուրակներ, եւ ֆինանսական հաջողություն է խոստանում ձեզ։ Ինչ վերաբերում է կշեռքների հիմնականում գործնական, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված հաջողություններ, ջրհոսները ունենալու են նույնպես աշխատանքային հաջողություններ, նաեւ եթե ինչ-որ խնդիրներն եք առողջական, սիրելի ջրհոսներ, շատ լավ ժամանակահատված է բուժվելու համար։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, հուլիս ամսվա վերաբերյալ, ինչ է սպասվում հուլիսին, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ, իմ աստղաբանական YouTube-յան ալիքին, Աստրոմագիա եւ Թալիսմաններ, իմ մյուս մոգական YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք բաց Telegram-յան ալիքից, բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են, կհանդիպենք, ցտեսություն։